Մտահոգություններ կան, որ սպեկուլյատիվ երևույթ է այս դոլար դրամի տատանումը, դրամի արժեզրկումը։ Ընդհանուր կոնտեքստում կլինեն նման դեպքեր, բայց ոչ շատ, բայց մենք ուշադիր հետևում ենք եւ մեր կենտրոնական բանկը հետևում է եւ մենք երեք ես հայտարարեցի, մենք համարժեք պատասխաններ եւ գործողություններ կիրականացնենք նման։ Կենտրոնական բանկն է։ Չեմ կարծում, ազնիվ չեն այս մարդիկ, ովքեր նման կարծիք են տարածում։ Դա իր իրավասությունների շրջանակում է եւ ինքը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի կարգավորվի այդ տատանումները փոխարժեքի եւ ես համոզված եմ, որ առաջիկա մի քանի օրը կկարգավորվի։ Իսկ եթե սպեկուլյատիվ երևույթներ լինեն, ինչ պետք է։ Եթե լինեն, պետք է ուրեմն պատասխանատվության կընդհարկեն նման մարդկանց, ովքեր որ զբաղվում են այդ գործողությամբ, այդ գործունեությամբ։ Այսօր կառավարությանիստում ասացիք, որ 5%-ը եղել գնաճ, այնինչ քաղաքացիներ ավելի բարձր գնաճից բոլորը իրենց մաշկիր զգում են, որ ավելի շատ են թանկացել գները։ Դե ես խոսում եմ մոնիտորինգի արդյունքներին ծանոթանալով, տեղեկանալով եւ դրա համար այսօր հանձնարարեցի, որպեսզի հաջորդ կառավարության նիստին ներկայացնեն եւս մեկ անգամ մենք դիտարկենք։ Ամեն դեպքում մենք մեզ դա մտահոգում է եւ մենք փորձում ենք օգտագործել լծակներ, որպեսզի գնաճը լինի ոչ ավել, քան որ պետք է լինի։ Դե ուղղակի երեք մանրամասել եմ, մենք իրոք մտահոգ ենք, փորձում ենք ամեն ինչ անել, դա կախված չի մեր ներքին տնտեսական զարգացումներից, դա ուղղակի տարածաշրջանային զարգացումների արդյունքն է, որ ունենում է իր բացասական ազդեցությունը, բայց մենք պետք է փորձենք ամեն ինչ անել, որպեսզի դա սահուն անցկացնենք։ Սա Ոնց համարում եք մեր տնտեսության համար։ ինչ որ չափով այո։ Այստեղ ներկրողների խնդիրն է դժվարանում, քանի որ դե իրենք վճարում են դոլարով, բայց վաճառում են դրամով եւ այս կուրսի տատանումը իրենց շահույթների վրա ունենում է իր բացասական ազդեցությունը։ Գոնե այս պարագայում ամեն ինչ պետք է անենք, որպեսզի ներկրողները կարողանան առանց շահույթի կամ առանց կորուստի դուրս գալ։ Դա է մեր խնդիրը, փորձում ենք, խոսում ենք, քննարկում ենք, փորձում ենք խորհուրդներ տալ եւ ես կարծում եմ կենտրոնական բանկի ուշադրության կենտրոնում է, որպեսզի այդ խնդրին տա լուծում։ Ուրեմն վարչապետ բյուջեի հիմքում 411 դրամ է դրված դոլարի կուրսը։ Իսկ դա բյուջեի ծախսերի կամ հետ կապված խնդիրներ չի առաջացնի։ Դա օրենքի պահանջ է, առաջիկայում կդիտարկենք, ուղղակի նոյեմբերի 1-ի կուրսը մենք պետք է դնենք բյուջեի հիմքում եւ այդպես էլ մենք վարվել ենք։ Իսկ խնդիր չի առաջացնել։ Պարզ է, որ դոլարը եթե լինի տատանվի ուրեմն ավելի շատ, քան այսօր կա, իմ կարծիքով կունենա իր հետևանքները, բայց ես համոզված եմ, որ առաջիկա մեկ քանի օրը ես 2-3 օրվա ընթացքում կանոնակարգվի։ Դա ասեցի, ուղղակի կապված չէ մեր ներքին։ Բայց եթե վարչապետը համոզված չի, ով պետք է լինի համոզված, որովհետև իմ տեղեկատվությունն ավելի շատ է, քան թե ձեր։ Բոլոր։ Ինչու երեք բարկացակ պարոն Նահապետյանի վրա նույնիսկ արայով դիմեցիք, լրագրողներ։ Լրագրողով հերիք է շանտաժանեք իմ վրա։ Ես արա իմ լեքսիկոնում չկա, մեկ անգամ է եղել Շիրակի մարզում։ Ես դա ուղղել եմ, շտկել եմ եւ ներողություն եմ խնդրել։ Դուք միշտ փնտրում եք, դու կարող եք բերել ձայնագրությունը, որ ես դիմել եմ արայով։ Բերեք նայեմ եւ ներողություն խնդրեմ։ Բայց դա արա է նշանակում։ Դե չէ, հիմա ինչ եք։ Ես կարծում եմ ձեր տեսքը ձեզ դու չտարի նման պրովոկացիաների գնալ։ Նայրությունները այսօր բողոքի ակցիա են անում եւ իրենց խաբված են զգում։ Էներգետիկայի նախարարը այդ հարցի պատասխանը Կառավարությունը խոստացել էր փակել, բայց հիմա 2 ամիս նման խոստում չի եղել։ Երվանդ Զախարյանը հայտարարել։ Փորձելու ենք։ Փորձելը խոստումից տարանջատեք։ ասել էր միջև տարեվերջ մենք անգամ ասել էր չենք հայտնի թե որ ախտություններից։ Մենք հնարավորության սահմաններում փորձելու ենք անպայման օգտակար լինել եւ մենք այսօր նաեւ վճարելու ենք, ինչպես նախարարը հայտարարել է, նոյեմբեր եւ դեկտեմբեր ամսվա աշխատավարձերը։ Ես ընդհանրապես դեմ եմ, որ դուք բոլորը իմանաք, որ չաշխատող գործարանի տնօրենը ստանա 2.600.000 դրամ աշխատավարձ, փոխտնօրենը ստանա 2.300.000 դրամ աշխատավարձ եւ շարունակական այդ process-ը։ Ես դեմ եմ նման պահվածին։ Առաջին հենց տնօրինությունը, տնօրենների խորհուրդը պետք է այդ հարցը վերանայեր։ 4 տարի այդ գործարանը չի աշխատում։ Եվ հիմա մեզ առաջարկում են մարել մի աշխատավարձի պարտք, որ կուտակվել է անհիմն։ Հասարակ աշխատողների մասին։ Հասարակ աշխատողների մասին մենք կանդրադառնանք, բայց տնօրենների նույն խորհուրդը, նույն մեծ բաժնետերը պետք է մտածել այդ խնդրի մասին։ Իսկ գործարանը աշխատելու հետ կապված։ Գործարանը աշխատելու հետ կապված, ուրեմն մենք խնդրել ենք համաշխարհային բանկին, որպեսզի իրենք հրավիրեն փորձագետների միջազգային եւ տան առաջարկ։ Դա նախարարին զեկուցել է, որ մինչեւ մարտ ամիս, փետրվար-մարտ առաջարկը կլինի եւ մենք կորոշենք ճակատագիրը նայրիտի։ Եթե հնարավորություն կլինի աշխատացնելու, կառավարությունը կաջակցի այդ process-ին, այդ գործընթացին։ Բարձեցիք թե ումն է պատկանում նայրիտը ի վերջո։ Սեփականատեր ով է ի վերջո, մարդկանց այդ հարցը շատ է։ Հիմա Մեժգոսբանկ Ռուսաստանի 90% ուրեմն արժեթղթերը իրեն մոտ է, գրավ է դրված, մոտ 10%-ը կառավարությունն է։
ձայնը բարձրացնում պաշտոնյաներին։ Օրինակ Արման Սահակյանի վրա ինչու՞ գնված։ Ունակի չես տես խոսում էլ։ Ուրեմն ոչ Արման դուք Արման Սահակյանի վրա ես ոչ գոռացել եմ, ոչ Կորյուն Նահապետյանը առավելս, քանի որ իմ գործընկերն է Կորյուն Նահապետյանը եւ շատ հարգում եմ իրեն։ Ուղղակի ձեզ դա բխում է ձեր շահերից, որ ստեղծեք ինչ-որ ինտրիգներ, բայց դա ինչ ասեմ, դա ձեր գործն է։ Ես ավելի կարևոր գործեր ունեմ զբաղվելի։ Դրա համար գնացել եք ոչես հավուր պատշաճի պատասխանել։ Պատասխանել է։ Պատասխանել է։ Պատասխանել է։ Ձեզ ենք հարցնում պատասխանեց։ Ջինա չեմ լսել։ Նորմալ է, ամեն ինչ նորմալ է։ Դուք չի արել։ Ես մի բան եմ ուզում ասել, ես նաև պետք է մեծահոգի լինեմ, որովհետև ես վարչապետ եմ։ Համաձայն եք։ Ռուսաստանը աշխարհի երկրների շարքում կոռուպցիայի համանցով 136-րդն է։ 3-ը Transparency International հայտարարել։ Իսկ Հայաստանը 94-րդն է։ Այդ դեպքում, երբ որ մենք գնում ենք Եվրասիական տնտեսական միություն, արդյոք մենք Ռուսաստանը մեզ համար օրինակելի երկիր է այդ առումով համագործակցելու համար։ Բայց դա ինչ կապ ունի մեր իշխանությունը, Ռուսաստանի իշխանությունը հետ ինչ առումով, որ մենք մեր ընթացակարգերը, մեր օրենքները ունենք, մեր խնդիրները մենք ենք լուծում։ Ուղղակի մենք համագործակցում ենք։ Դա ինչ կապ ունի, որ մի երկրում կոռուպցիան շատ է։ Ուղղակի դու մտածում ես, որ մենք կարող ենք վարակվենք։ Չէ։ Գործերը մեր երկրի, մեր պետության, Արցախի շատ լավ է լինելու։ Մի քիչ շտապեք, մի քիչ նեղություն ունենք, այդ նեղությունները կհաղթահարենք։ Եվ կխնդրեմ հիմա իմ ելույթը կլսեք ազգային ժողովում, ես կոչ ունեմ անել, որ բոլորս համախմբվենք եւ մեր երկրի առջեւ ծառացած ներքին եւ արտաքին մարտահրավերները հաղթահարենք միասին։ Եթե լրագրողները լավ խորհուրդներ տան, ես շատ շնորհակալ կլինեմ, լավ առաջարկներ լինեն, տակ շատ շնորհակալ կլինեմ, եւ կփորձեմ դրանք իրացնել իմ լիազորության շրջանում։ Խորհուրդ են տալիս մենաշնորհը վերացնել եւ կոռուպցիան վերացնել։ Ուզում եմ ասել, որ ես դա անելու եմ, բայց դրա համար ժամանակ է պետք։ Բոլորը հասկանում եք, որ կա, գիտեք ձեր մոտ մի վատ որոշ մարդկանց մոտ վատ այտենց հատկություն կա, որ դուք գիտեք դրա համար ժամանակ է պետք, ուղղակի միշտ նույնը բանն ասում եք։ Բայց ժամանակ է պետք, չէ՞ որ մենք կարողանանք։ Երեխան քանի ամսում է ծնվում։ 9 ամսում, չէ՞։ Ձեր վարչապետության 9 ամիսը շուտով կլառանա, պարոն վարչապետ։ Դուք հավասար խաղի կանոնների օգնեք չդատարկվի։ Բայց ես որ խոսեք կդատարկվի։ Նայեք քարտ բլանշ ունենալ։ Քարտ բլանշ ունեմ ես հիմա։ Ունեմ։ Կուտակայինի հարցում իմ որոշումը շատ ճիշտ է։ Ինչ որ տեղ կա, որ ձեր ձեռքերը կապված են։ Ոչ։ Ձեզ հաջողվեց հավասար խաղի կանոններ ստեղծել։ Հաջողվում է։ Կադրային քաղաքականության հարցում եւս ձեր ձեռք։ Այո, ես շատ ազատ եմ։ Որ դու տարածում եք Տիգրան Սարգսյանի կադրերն են ձեզ։ Ուրեմն Վաչե Գաբրիելյանը իր ինտելեկտով եւ իր ունակությունով, գիտելիքներով չի կարող լինել որևէ մեկի մարդը։ Նա ինքը իր համար կայացած մարդ է եւ իր գիտելիքները մենք փորձել ենք հիմա օգտագործել հանուն մեր պետության, հանուն ձեզ։ Այսպես ասած մարդկանցից չկան։ Տիգրան Սարգսյանը գնաց դեզանից չպրծավ, այս մարդը գնացել են աշխատում, ինչ եք ուզում։ Ձեզ համարում եք ընդունելի, բոլորի կողմից ընդունելի տեխնատու երրակը ձեզ Բոլորի կողմից ես ոնց կլինեմ ընդունելի։ Դե ձեզ որ նշանակում էին ասացին, որ բոլորի կողմից ընդունված։ Դե բոլորի մեջ կլինեն մարդիկ, որ դեմ կլինեն, չկա մի մարդ, որ բոլորը սիրեն հարգեն, ընդունեն։ Իսկ ինչպես եք Ես վերաբերվում, որ երրակը մերժեց։ Ես խնդրում եմ ձեզ լսեք։ Ես իմ խնդիրը դրանում չի սկսում եւ ավարտում, որ բոլորը ինձ ընդունեն։ Ինձ համար կարեւորը իմ գործի արդյունավետությունը։ Ես փորձեմ այնպիսի ուրեմն աշխատանք ծավալել, գործ ծավալել, որպեսզի ունենանք հաջողություն։ Հիմա այս հաջողության գործընթացներում ես աջակցում եմ, ակնկալում եմ բոլորի աջակցությունը, օգնությունը, խորհուրդը, առաջարկը։ Հիմա նույնը ասում եմ ես հիմա։ Դա ինձ համար մենաշնորհ չի։ Ես ուզում եմ բոլորի հետ քննարկել բաց, թափանցիկ, անկեղծ։ Իմ խնդիրը որ մենք կարողանանք մի բան անել մեր կառավարությունով, մեր երկրի պետության համար։ Դա է իմ խնդիրը, ես որևէ այլ խնդիր չունեմ լուծելու։ Ձեզ հաջողվում է, որովհետեւ Հաջողվում է եւ հաջողվելու է։ Դուք բոլորդ ուզում եք։ Բոլորդ ուզում եք, Կարեն Կարապետյանը ինչի քննադատել։ Կառավարության գործունեության տնից։ Ինչի քննադատել։ Կարեն Կարապետյանը ասել է իր տեսակետը։ Տեսակետներ կլինեն բազմաթիվ։ Պարոն Աբրահամյան, երկու քարի արանքում չեք, Որ քարերի։ երբ որ ձեր հարազատները երյակի թիմում իշխանափոխության են գնում, իսկ դու իշխանության մաս եք կազմում, միայն անկեղծ էլի, սահմանադրական Խնամին բարեկամ չի, պարոն Աբրահամյան։ Դե խնամի գիտես ինչ, բարեկամ ես համարում եմ եղբայր, քույր, որդի, դուստր, Այո։ Մի կողմից նրանք իշխանափոխության են գնում։ Հիմա ես պատասխանատվություն եմ կրում, եթե նման բարեկամներ գնում են իշխանափոխության։ Բայց որտեղ են գնացել, ես չեմ տեսել։ Դուք կարծում եք իշխանափոխության չեն գնում։ Չէ, չեմ Դեկտեմբերի կարծում։ 10-ին էլ հանրահավաք է Այո, լինելու եւ չեն գնում իշխանափոխության։ Իմ կարծիքով։